Գրկախառնություններով, ջերմ ողջույններով են դիմավորում Երևանի կենտրոնում քարոզարշավի դուրս եկած Հայաստան դաշինքի անդամներին։ Շատ իսկ ուղեք դες ինչ-որ բան հյուրասիրենք։ Չէ, շնորհակալ ենք շատ Արամ ջան, արդեն տեսավերս։ Լուսանկարվում են, իրենց աջակցությունն են հայտնում խորհրդարանական ընտրություններին մասնակցող 17 համարին։ Ապրեք շատ ենք, շնորհակալ ենք շատ։ Հաճելի է որ ուզես Google-ը դետան ասում եմ page-ը։ Հա, մեկը ձեզ հետ ենք։ Այ։ Ողջույն։ Դες։ Լավ, դուք ոնց եք։ Մասնակցել եք։ Իհարկե։ Չեք ասում, չէ՞ որ ընտրելու պետք չի հարցնել։ Պետք չի հարաբերի 7-ի համար 17 միանշանակ։ Պատգամավոր Աննա Գրիգորյանին երիտասարդ անցորդները ծաղիկներ են նվիրում։ Լավ ենք, դուք ոնց եք։ Բարև ձեզ։ Հայաստան դաշինքի անդամներին ոգևորված ընդունում են նաև կենտրոնի սրճարաններում։ Ինչ հաճելի է, ինչ հաճելի է։ Բա մի հատ ինձ նկարեք էլի։ Սիրելի աղջիկներից։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժին են աջակցում Երևանի կենտրոնում։ Տևո ջան, դու էլ լավ ընտանիք։ Շատ շնորհակալ եմ, շատ ջանցած։ Մատի են անասունի ընտանիք։ Ջան։ Ընտանիքներից խոսանք։ Չարխեցիք միշտ է ճիշտը խոսացող ժողովուրդ եմ եղել, էտա։ Պապային էլ ես շուտ բանից գիտեմ։ Ջան։ Իրար հետ ծապ չունի։ Պապա լավն է, դու էլ ավելի բետար լավ։ Մերսի շատ։ Հայաստան դաշինքը իր նախընտրական ծրագրով առաջարկում է վերացնել Երևանում վարորդներին այդքան նյարդայնացնող խցանումները։ Այ դուք պրոբլեմի մասին ասացիք։ Այո։ Կոնկրետ Ունենք մի քանի հանգույցներ կառուցելու առաջարկ։ Այս սվետաֆորները որ կան, առաջարկ կա, որ իրանք ավտոմատ, այսինքն ամբողջ աշխարհում ընդունված կարգ է։ Հոսքին համահունչ կարգավորումները փոխվում է, այսինքն ինքնաշխատ գնահատում է խցանման հավանականությունը։ Օրինակ մասիվում, որ իջնում ենք, այնտեղ բան կա, չէ, սվետաֆոր կա։ Իջնում է առավոտյան, ուրիշ ձև է աշխատում, բարձրացնում։ Այդ սիստեմը հասկացա, բախի իրակ չէ դա։ Բայց ինչ են արել, մինչև հիմա որ դա Մեղադրում են իշխանականները Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, ասելով, թե նախագահը իր կառավարման տարիներին մանկապարտեզներ է օտարել։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանը նախագահ է եղել, քանի որ ճիշտ եւ ազգային առաջնորդ է եղել, նա զբաղվել է մեր անվտանգային հարցերով։ Եվ մենք չենք շղթում, որ գուցե հնարավոր է որոշ մանկապարտեզներ, ինչ որ ոչ բարեխիղճ մարդիկ վաճառել են, կոռուպցիա է եղել, բայց վստահ ենք, որ նախագահան նման մանր հարցերով չի զբաղվել։ Զբաղվել է մեր անվտանգային հարցերով, իսկ Ավինյանի առաջնորդը հենց իր ուղիղ ապիկար քաղաքականության արդյունքում Արցախի մեր բոլոր ուսումնական հաստատությունները, եկեղեցիները եւ առհասարակ մեր երկրորդ հանրապետությունը կորցրել են։ ՔՊ-ն իր կառավարման 8 տարիների ընթացքում ոչ մի մանկապարտեզ չի կառուցել Երևանում, ասում են Հայաստան դաշինքի անդամները։ Մարդիկ մանկապարտեզները վերջը կարելի է հետ բերել, չէ՞։ 8 տարվա ընթացքում մի հատ եթե փորձեն անել։ Մանկապարտեզը հետ դարձ։ Իսկ այն հազարավոր կյանքերը, որ իրանք կործանել են, Արցախը որ հիմա չկա, այդ ո՞նց են հետ բերելու։ Առաջինը կգնաք այդտեղ Նիկոլ Փաշինյանի խավորին օտարած մանկապարտեզը հետ կբերեք։ Ամենակենտրոնական հատվածները այդքան անտեսված են։ Այսինքն անտեսված, Այդ որ ասում եք բորդուն է, մի որ ասես, պակեզի փոխի։ Բարև ձեզ։ Սարկասնա դրա համար քանդվել է։ Я за вами наблюдаю. Вообще молодец. Спасибо большое. Очень хотим, чтобы победили. Спасибо, огромное спасибо. Вообще красавица. Я вас всегда лайкаю. Спасибо большое. Հայաստան դաշինքի անդամները նկատում են, չնայած Երևանում շատ մարդիկ ուզում են իրենց մոտենալ, զրուցել, բայց վախենում են, որ իշխանականների թիրախում կհայտնվեն, նույնիսկ աշխատանքը կկորցնեն։ Մարդիկ անհանգիստ են, որ հանկարծ իրանց դեմ հաշվիքսվի։ Սենց ժպիտով նայում եւ այլն, բայց հետո չեն կարողանում առաջ գալ, որտեղ վախենում են։ Սուպերմարկետներից մեկն է։ Ասմա ռայոններից մեկում այդ տղակով աշխատում էր այս սուպերմարկետների ցանցում, ում հայրը ակտիվ ընդդիմադիր է։ Ու գործ ցանել են։ Այդ ցանցը ուտուտներ իր հոր ընդդիմադիր լինելու համար։ Գրեթե 3 ժամ տևած բակային քարոզարշավի ընթացքում մեքենաների ազդանշաններով են նաև ողջունել Հայաստան դաշինքի անդամներին։ Բակային քարոզարշավը ամփոփվել է Երևանի կենտրոնական այգիներից մեկում։ Մենք այն եզակի թիմն ենք, որ անցնող տարիներին
անզիջում պայքար ա տվել այս իշխանությունների դեմ, փողոցային պայքար, խորհրդարանական պայքար։ Ու այո, մենք այդ եզակի թիմն ենք, որ մեր կռիվը տվել ենք ու շարունակում ենք պայքարել։ Եվ այս օրերին իսկապես մեզ հաճախ եք տեսնելու քաղաքի տարբեր հատվածներում, տարբեր մարզային այցելությունների ընթացքում։ Ես ուզում եմ դուք անպայման հետևեք մեր էջերին, որովհետև նախապես տեղեկացնում ենք, որտեղ ենք գնում։ Լանա Համբարձումյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հետևեք, առաջիկայում էլ լինելու ենք